Ողջույն, այսօր մենք խոսելու ենք երևանյան այն կերպարների մասին, ովքեր միշտ եղել են արդիական, իսկ այս վերջի 2 տարիների ընթացքում ավելի է մեծացել հետաքրքրությունը նրանց համար։ Խոսքը իհարկե ֆուտբոլիստների մասին։ Մինչ 2010-11 թվականները մենք բոլորս մտածում ենք, որ մեր ֆուտբոլիստները միայն ծխում են, խմում են եւ վայելում են կյանքը։ Սակայն վերջին տարիների ընթացքում տղաները ապացուցեցին, որ կարողանում են խաղալ ֆուտբոլ, իդեպ շատ լավ խաղալ։ 21-րդ դարի ֆուտբոլիստները առանձնանում են իրենց արագությամբ եւ գեղեցիկ խաղով, ինչի արդյունքում էլ շատ արագ դառնում են աշխարհահռչակ։ Յուրաքանչյուր հայտնի ֆուտբոլիստ անհատականություն է, ով ունի իր երկրպագուների բանակը, ով ցանկալի դերասան է գովազդային տեսահոլովակներում, բայց նա չի կարող դառնալ այդպիսին առանց իր խաղընկերների։ Այլ կերպ ասած, ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ բոլորը պայքարում են մեկ գաղափարի համար։ Արա ես ձեր ցավը տանեմ, արա։ Արա ես ձեր ջանի մեռ եմ, արա ես ինչ խաղացիք ես, որ արա ոնց կրի կարա։ Չնայած երկու գոլն է Պողոսյանն ա խմել, բայց նա կամ չունի սաղիս աղկանակն արա։ Ես ձեր ցավը տանեմ, արա, իդի մի անգամ ևս ապացուցում ա, որ ֆուտբոլը թիմային խաղ արա, ձեր ցավը տանեմ։ Ատոնյան այսօր էդ իշ գնդակներ են բռնեմ, արա։ Արա թե չէ ինչ են մյուս անգամները, գնդակը թողած արայն, տրիբունայից հետևի աղջիկների գնդակներին են նայում ու բռնեմ, արա։ Արա ես քո ցավը տանեմ, ոնց բրգիր ես, արա ես ձեր ցավը տանեմ, արա, այս մեր գեղեցիկ պաշտպանների շնորհիվ, այսօր մեր Տուգանային հրապարակը ավելի անանցանելի է, քան Հայաստանի Հանրապետության հրապարակը Արման Հովհաննիսյանի համերգին, արա, ձեր ցավը տանեմ։ Պաշպանչյան, արա դու ջոկել ես, որ այսօրվա քո փոխանցումները լյուբոյ բանկի ֆինանսական փոխանցումներից արագ էր, արա, մախամ էր, արա, մախամ էր, արա, ցավը տարեմ, արա, ու վերջում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա խաղի 2 գոլի հեղինակին Պողոսյանից, Արա Պողոսյան ջան, ցավը տանեմ, արա այդ ոնց էր հարցակվում, արա այդ ինչ էր անում, արա Պողոսյան, թե չէ այն ժամանակների ինչ մինչև չէի ասում ֆաս կամ զակ չէր հարցակվում, ցավը տանեմ, արա։ Մի խոսքով, այսօր մեր թիմը, Ռեալ Մասիսը, մեկ անգամ ևս ապացուցեց, որ ֆուտբոլը դա թիմային խաղ է։ Ես ձեր ցավը տանեմ, կարա գնաք տուն հիմա, հավայ։ Պողոսյան, արա ես քեզ տխուր Պողոսյան, բա երկու գնդակ խփած մարդը տխուր կլինի, ինչ է։ Տրեներ հետը կարևոր բան եմ խոսել։ Հալա ասա տենան։ Ոչմ ուզում եմ թիմից դուրս գալ։ Արա գժվար արա ասում եք սկսեն նորմալ խաղալ, ոնց կարաս հիմա դու թմից դուրս գաս։ Ինչ է խոսում արա։ Տենց ես չեմ կարող խաղալ մի հատ թիմում, որտեղ ինձ ոչ մեկ չի հարգում։ Հալա ասա տենան ինչ է։ Ասելու բան չի, բայց պիտի ասեմ։ Ոչմ իմացել եմ, որ մի քանի ամիս առաջ մեր վրատարը կնգասետ է եղել։ Լավ բան չասիր Պողոսյան։ Այդ մեր վրատարը լավ գնդակներ է բռնում, բայց որ կնգատելա բռնե, էդի լավ չի։ Հետո Ինչ է դա։ Հետո իմանում եմ, որ
ես վրատանը կնգասը տնելուց հետո ոնց որ ասած պասատալի կնգաս աչ պաշտպանի Վարդանյանին այս ինչ ես ասում ամոթել չեն անում նորա հետո ինչ հետո տրներ հետո այդ պաշտպանը պասատալի աչքիսա պաշտպանի նազկիսա պաշտպանը պասատալի ձախկիսա պաշտպանի ձախկիսա պաշտպանը պասատալի Տարծակնողի, որ շմարում հասցնում է, կգնաս պասատալիս։ Պաստորեն ես քո ասացից ելնում է, որ սաղ թիմը կնգատ հետ է, հա? Հա, տենց է ստացվում տրենդեր։ Բայց շատ լավ է Պողոսյան, շատ լավ է Պողոսյան, շատ լավ է։ Դրա ինչն է լավ տրենդեր։ Պողոսյան, ես ապացուցում է ևս մեկ անգամ, որ ֆուտբոլը դա թիմային խաղ է։ Նրանք ովքեր չգիտեն թե ինչ է ֆուտբոլը, ասեմ, որ ֆուտբոլը դա մի խաղ է, որտեղ 22 հոգի առանց խմելու, առանց ծխելու զբաղվում են սպորտով, իսկ միլիոնավոր մարդիկ ծխելով եւ խմելով վնասում են իրենց նյարդերը։ Ֆուտբոլիստ լինելը համ դժվար, համ պատասխանատու, համ էլ շատ հաճելի գործ է։ Երբեմն պատահում է այնպես, երբ հենց քեզանից է կախված խաղի ելքը։ Երբ պատկերացնում եք այդ ֆուտբոլիստի վիճակը, երբ նա չի իրացնում, ասենք, 11 մետրանոցը։ Լինում են այդպիսի դեպքեր, երբ բախտը երես է թեքում ֆուտբոլիստից, բայց երբ բախտը երես է թեքում ֆուտբոլիստից բոլոր խաղերում, ապա առաջարկում են ֆուտբոլիստին դադարեցնել ֆուտբոլը եւ զբաղվել, ասենք թե կավագործությամբ։ Հա, տղեկ ջան, ես եմ։ Չէ, ինքը չի, ֆուտբոլիստը չի։ Ապե ֆուտբոլիստ է։ Չէ, ֆուտբոլիստ չի։ Ապե ֆուտբոլիստ ասում եմ, ապե։ Ֆուտբոլիստ չի, ախպերս։ Ապե ծնայած դուզ ես ասում, ապե սրանից ինչ ֆուտբոլիստ։ Արա անգեր ջան, ես չեմ հասկանում։ Այն օրը խաղը տենք նայում, էդ ինչ ձև էր խաղում, այ ախպեր։ Արա ոնց կարելի է 5 դատարկ դարպասին ծուր տշել, արա այ ախպեր ջան, արա։ Ամոթել արա, դու ավելի լավ այդ ֆուտբոլը թարգի գնա պարկետ խփի, ապե, պարկետ չի կաշկտի ախպեր։ Որ չէ, այ ախպեր, սրանից ինչ պարկետ չի։ Սաղ պարկետները ծուռ է խփելու։ Տաղանդը չի։ Հայ ինքնա։ Ոնց եմ զզվում սրանից։ Ուֆ։
Այնքան ինչ մատ ես խաղում ֆուտբոլ, հա? Իմ 95 տարեկան բիծեն, այսօր աչքերը փակ, հետրիկի հեղինակ կդառնար, գոնե գիտես հետրիկը ինչա? Ախր մայրիկ ջան, Դու, ես քեզ ինչ մայրիկ, էդ Ռոնալդո Գոնսալեսը քեզ մայրիկ? Արև Համլետ ջան։ Կյանքս եկար, կակրած ճաշը պատրաստ է։ Ինչ լավ է, որ դու ֆուտբոլ չես նայում։ Շատ է, շատ ուժեղ։ Չնայած նրան, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շատ հաջող է հանդես գալիս միջազգային ասպարեզում, մենք նույնը չենք կարող ասել մեր ակումբային ֆուտբոլի մասին։ Մեր ֆուտբոլասերները դեռ դժգոհ են մեր ակումբային խաղից։ Գիտնականները երկար ուսումնասիրեցին մեր ակումբային ֆուտբոլը եւ հայտնաբերեցին մի նոր տեսություն, որը անվանեցին անհավանականության տեսություն։ Տղեկ ջան, մենք խաղացել ենք աշխարհի բոլոր մարտավարություններով եւ միևնույնն է բոլոր խաղերը կրվել են։ Հիմա ես որոշել եմ նոր մարտավարություն մշակեն ու ձեր օգնությամբ։ Հələ ասեք տեսնեմ ով ինչ առաջարկներ ունի։ Տանիներ, ես որ միա շատ լավ մի քարյացով։ Ասնեմ, արի կռեսի մարտավարությամբ խաղանք։ Էդ որն է։ Նայ ուրեմն ոնց ենք խաղանք։ Հենց արտարապորտը գնդակը մեկ արմավորիտ, հա, մենք կռեսի պես հետևից եկնենք ու խաղանք, ավտոբուս։ Արա, բավոր սուդյան տենա։ Սուդյան որն է։ Արա դենես է շորը մարդը, որ սիգարետ ուզիք շտվեց։ Արա ես են ասելի դում թմիցա։ Այս էց է կանում, արա, որ մի հատ խաղ չեք կրում, արասկի չգիտեք սուդյանովա։ Ուրիշ իշ նորմալ առաջարկ կա։ Ես եմ ընտրեներ, առաջարկում եմ խմածվագրի մարտավարություն։ Էդ իմ որն արա։ Նայ, վագրի խմծնում ենք ու թողում ենք մեզ թմի վրա։ Թողնի դրանց, հա։ Առաջարկում եմ ավելի լավ մարտավարություն, 11 մարտավարությունը։ Էդ որն է։ Սաղ թմով շարվում ենք դարպասի դեմը, հլը տնանք է տով աբեզ գոլ խփերում։ Այսօր շատ մտածեցինք, առաջարկում եմ թող տղեկը գնան տուն, մենք իրար հետ մնանք գլուխ գլխի տակ դրանք ինչ ենք անում։ Ճիշտ ես ասում Պողոսյանը։ Ելեք սաղեք մի մարդու նման մենացեք ու հանգստացեք։ Որ մարդու նման դրիներ։ Արա, ելեք ռադներդ քաշեք գնացեք ստուտարա։
Կեթա բախե։ Տրիներ, ինձ թվում է մեր խնդիրը մարտավարության մեջ չի։ Ինձ թվում է խնդիրը պարապմունքների մեջ է։ Օրինակ ես կարդացել եմ, որ այն Ժոզե Մորինյոն որ կա, իր պարապմունքները Ռեալ Մադրիդի հետ անում է սենց 11-ա ճուշել է շարում դաշտում։ Ու ասում է, տղեկ ջան, պատկերացրեք, որ այդ ճուչենները ձեր հակառակորդներն են։ Այանան ինչ։ Տրեյներ ջան, տղերքը սկսում են խաղալ, ճուչեններին չլելով, իրար պաստալով գնում են, գոլ են խփում, ու ոնց որ դրանից իրանք ոգեշնչվում են, ու սկսում են ավելի լավ խաղալ, հա? Արա բայց լավ բան է մտածել չի օրինյոն։ Արա նենց են սիրում են դեշի տողունարը նենց է դուրս գալիս է։ Ուրեմն այն չէ զան Պողոսյան։ Վաղվա համար 11-ա ճուճել ես ճարում։ Գնում ենք պարապունքի, սաղ պարապունքը թողում են քո վրա։ Ու իրիկունը կսկզեք ուզես էլ տենա ինչ եք ամարանը չէ։ Հեն Պողոսյան ոնց ացավ պարապունքները։ Չուչելները կրին։ Որպես կանոն ֆուտբոլիստների խորհուրդներով օգնում են մարզիչները կամ փորձառու ֆուտբոլիստները։ Մեր հաջորդ էջը ներկայացնող պրոֆեսոր Գևորգյանը ոչ մարզիչ է, ոչ էլ առավել եւս փորձառու ֆուտբոլիստ, բայց նրա խորհուրդներին հետևելը չի խանգարի ոչ մի ֆուտբոլիստի։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր կփորձեմ օգտակար լինել այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են ապագայում գոլային փոխանցումներ ստանալ Կրիշտիանո Ռոնալդոից կամ Լեոնել Մեսսիից։ Սիրելի սկսնակ ֆուտբոլիստներ, պրոֆեսիոնալ դառնալու համար շատ կարևոր է օր ու գիշեր մարզվել։ Եվ այսպես պատկերացրեք, որ դուք վաղ առավոտյան պատրաստվում եք մարզվել։ Այս իրավիճակում շատ կարևոր է ճիշտ տեսքով դուրս գալ խաղադաշտ։ Ինչպես յուրաքանչյուր խաղ, այնպես էլ ֆուտբոլը ունի իր կանոնները։ Եթե դուք խաղի ժամանակ խախտել եք այդ կանոններից որևէ մեկը, ապա շատ հնարավոր է, որ խաղի մրցավարը ձեզ ցույց տա դեղին քարտ։ Այս իրավիճակում շատ կարևոր է ճիշտ արձագանքել մրցավարի որոշմանը։ Մերսի մերնեմ ջանի։ Դեղի։ Հա։ Էսա մի րոպե։ Առապ է քո հետ ուզում են խոսան։
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղադաշտ է դուրս գալիս միմիայն հաղթելու նպատակով։ Իսկ հաղթանակի համար անհրաժեշտ են գոլեր։ Եթե ձեզ հաջողվել է դառնալ գոլի հեղինակ, ապա շատ կարևոր է ճիշտ արտահայտել ձեր ուրախությունը։ Հարգելի սկսնակ ֆուտբոլիստներ, եթե դուք հետևեք իմ խորհուրդներին, ապա շատ մոտ ապագայում մենք կարող ենք ականատես լինել Ուլիս Բարսելոնա կամ ինչու ոչ Գանձասար Լիվերպուլ չափազանց լարված հանդիպումներին։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ, եւ եթե դա այդպես է, ապա հիշեք, որ ձեր պատմական հաղթանակներով ուրախացող երկրպագուներից մեկն էլ կարող է լինել պրոֆեսոր Գևորգյանը։ Չմոռանաք ինձ։ Մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Հուսով եմ, որ կգա ժամանակ, եւ FIFA-ի վարկանիշային աղյուսակում 41-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի հավաքականը կբարձրանա եւս 40 աստիճանով։ Հաջողություն։